Բարև Ժողջան, ձեր հետ ես եմ Gave Games-ը ու այսօր ոնց որ տեսնում եք ռադիացիան ավելի է ուժեղացել։ Առանց կոստյումի որ դուրս ելնենք միանգամից կհիվանդանանք։ Հələ նայեք մառախուղը ոնց է արդեն ուժեղացել։ Ես էլ քաղաք էի գնացել, մի երկու շալկեր հեսա բան առա, տարբեր էկիպիրովկե գործիքներ են, բան, ժիծիլների համար էլ եմ առել, բայց ես ինչա ժողովուրդ։ Այ իդեպ ժողովուրդ, ծանոթացեք շունը սա, Ռեքսը անունը, այնց լավ շուն, հա։ Բայց ինձ էս գիրքը շատ հետաքրքրեց։ Կարող է ժիծիլներն են ինչ-որ տեղ են գնացել, ես է թողել եմ, որ կարդամ նայեմ։ Լավ, հələ բացենք, կարդանք, նայենք։ 2026 թվականի փետրվարի 14, 11:43 Երկրորդ էներգոբլոկը շարունակում է աշխատել առանց հովացման, այսպես չի կարող երկար շարունակվել։ Փետրվարի 17 Երկրորդ էներգոբլոկը պայթման եզրին է։ Եթե այն պայթի, ռադիացիան կտարածվի և մոտ 350 տարի կմնա օդում։ Կառավարությունը ակտիվ թաքցնում է այդ փաստը, ասելով, որ 30 օր հետո ամեն ինչ կվերականգնվի։ Աշխարհը ռադիացիայից ազատելու համար պետք է միացնել հակառադիացիոն սարքը, որի համար անհրաժեշտ են հատուկ կրիստալներ, որոնք գտնվում են այս Ժողովուրդ, տեսա՞ք ինչ էր գրած։ Ժողովուրդ, այդ շատ վատ բան էր գրած, ժողովուրդ, ահա որ լուր էր։ Փաստորեն մոտակա պլաններս մոտավոր, չգիտեմ, մի քանի ամսվա խախտվեցին լրիվ։ Լավ, ինչ արած։ Դե ուրեմն այն գրքի սկզբում կոորդինատներ էին գրած, պետքա գնանք այդ կոորդինատներով։ Նախ մի հատ այդ հակառադիացիոն սարքը փորձենք միացնենք, եթե չստացվավ արդեն չգիտեմ, ընդ է փորձենք ինչ-որ բան գտնենք, գնանք միացնենք այդ սարքը, որ ռադիացիան մաքրվի, ժողովուրդ, թե չէ 350 տարի պատկերացնում եք, մինչև մեր կյանքի վերջ էս պայմաններում ենք ապրելու, ինձ այդ ընդհանրապես դուր չի գալիս, ընենց որ եկեք գնանք այդ սարքը գտնենք ու միացնենք։ Լավ, հիմա ինչ ենք անում։ Առաջարկում եմ մի հատ առաջին անհրաժեշտության պարագաները վերցնենք, բայց տենց շատ չէ, որ շատ ծանր չլինի, ու միանգամից արդեն գնանք։ Այս բունկերի սենյակներն էլ լրիվ խառնում եմ, հա։ Լավ, եկեք, էսա եկանք սկլադ, սրանք դնենք ստեղ ժիծիլների համար, ու արդեն դուրս գանք, մի երկու բան վերցնեմ կամ սրանց միջից։ Այ հեսա ժողովուրդ, նայեք, 10 հատ ֆիլտր եմ առել, բայց սրանք թողեմ ժիծիլները փոխեն։ Մի հատ հակագազ վերցնեմ հիմա ես իմ հետ։ Էսա նայեք, սրանք շատ հզոր են էս հակագազները, բայց ահա որ անհարմար են։ Սրանք են ամենաշատ ռադիացիայով տեղերը, երևի դնեմ մենակ։ Էսա ժիծիլների համար է բաներ թողեմ։ Էսա մի հատ սրանից վերցնենք, ֆիլտրները թողենք, ժիծիլները թող դնեն։ Ու արդեն ճամփա ընկնենք, գնանք այդ կոորդինատներով։ Լավ դե ժողովուրդ, արդեն կմիանամ, հենց որ հասնեմ տեղ։ Այ ժողովուրդ, արդեն 2 օր անցել է ինչ ճամփա եմ ընկել, նոր հասա ստեղ։ Էսի ոնց հասկացա, հենց այդ ատոմակայանն է, որտեղ որ պայթել է։ Եթե այս կոստյումը իմ հագը չլիներ, այս հակառադիացիոն, երևի թե վայրկյանական կմահանայի, այնքան շատ ռադիացիա կա ստե։ Հենց ստեից է էլի այս ռադիացիան տարածվել։ Հələ նայեք ինչ կարգի մառախուղ է ստե։ Լավ, բայց հիմա եկեք պարզենք, թե որտե գնանք։ Առաջարկում եմ մի հատ գնանք այս ռեակտորների մոտ, որ պայթել են էներգոբլոկների։ Տենանք ինչ է կատարվում, հələ նայեք ժողովուրդ, օրո, հին է, երևի այս երկրորդն է պայթե։ Էս ալի ինչ է դառը։ Էսա տվեսի անցե ծխել է էս մի հատը։ Էսի պայթել է, նրանք է պայթցրել է։ Հələ վիճակները։ Առաջարկում եմ չմտնենք մեջը, կարող է հավուր ռադիացիա լինի մեջը, կարող է չէ, հաստատ կլինի, հաստատ կհիվանդանանք։ Չնայած արա կոստյում կա իմ հագը, մոռացել էի։ Ժողովուրդ, էս ինչ փոս է, հələ նայեք ստե։ Վայ քո արա։ Հələ ինչ խորը փոս է ժողովուրդ։ Բայց խի աստե սենց փոս ժողովուրդ։ Ստե տես բան չպիտի լիներ։ Պայթունի երկրորդ էներգոբլոկում է տեղի ունեցել։ Լավ, առաջարկում եմ արագ գնանք ստեղից, թե չէ ստե հիմա չեք պատկերացնում ինչ քանակի ահավոր ռադիացիա կա։ Լավ, եկեք արագ ելնենք ստեից, ուր գնանք։ Հիմա եկեք գնանք ինչ-որ շենք մենք գտնենք, մեջը կարող է այդ տվյալների մեջ փնտրենք, կարող է գտնենք այդ բանը, թե որտե են այդ բլոկները հատուկ կրիստալնի։ Դնենք, որ միանա հակառադիացիոն սարքը։ Վայ ժողովուրդ, արդեն կես ժամ աստեով ման եմ գալիս, ոչ մի հետաքրքիր ու կարևոր բան հələ չեմ գտել։ Մենակ էս բարձր աշտարակը գտա, չգիտեմ, էս ինչ է, հələ մի հատ բարձրությունը սրա ուղղակի նայեք, այնքան բարձր է, չի էլ երևում։ Կարող է էսի է հենց հակառադիացիոն սարքը ժողովուրդ։ Եկեք մի հատ որտե է, այստեղ մտնենք ու հա ժողովուրդ, հակառադիացիոն սարք։
Գտանք վերջապես ժողովուրդ, թե չարդին կես ժամը ման եմ գալի բան չեմ գտե։ Լավ եկեք տենանք, հեսի ոնց պիտի աշխատացնենք, հես ինչա գրած։ Օգտագործման համար անհրաժեշտ են ռուբինից բլոկներ։ Երևի էդի հենց են կրիստալներն են։ Հա ժողովուրդ նայեք, երևի այս 4 տեղը պետքա դրվի, հենա։ Ու միանա հակառադիացիոն սարքը։ Լավ, բայց որտեղից գտնենք այդ ռուբինները։ Մութն է ընկնում արդեն։ Առաջարկում եմ ինչքան էստե շատ է ռադիացիան, հələ այդ կարգի չի տարածվել։ Ստե արենք միտեղ քնենք այսօր։ Միջև տենանք վաղը ուր ենք գնում, արդեն մութ ընկնում է, ուրիշ տեղ չենք է կարա քնենք։ Եկեք մի հատ շենք գտնենք, որ այդքան շատ գոնե մեջը չլինի ռադիացիան։ Մի հատ հարմար տեղ մեզ սարքենք ու քնենք։ Ոնց հասկացա, էսի ամենալավ տեղը չի քնելու համար։ Ստես ինչա ֆիլտրներն են, ինչերն են։ Նայեք ռադիացիայից ենքանա քայքայվե, կպնում եմ, քանդվում են ժողովուրդ, ստե ամեն ինչ։ Վայ քո արա։ Եկեք քանդենք, լավ, էս պատը տենանք ներսը ինչ կա։ Էս ինչա։ Հա, էսյանից դուրս եկանք։ Լավ, եկեք էսյանից քանդենք։ Չէ, ստե բան չկա։ Ժողովուրդ, ստեի համարյա սաղ շենքերը դատարկ են մեջ ամեն ինչ։ Հələ մի հատ կոմենտ գրեք, թե այդ ինչից կարա լինի, էլի։ Խե մեջը սաղ դատարկ։ Խեն հան այդ ամեն ինչը։ Ժողովուրդ, ստե դատարկ չի։ Հենց ստե քնենք երևի։ Էսա, բայց էսյանից դատարկ կա։ Եկեք նայենք, լավ, այս սունդուկների բոշկեքի մեջ ինչ կա։ Ստե բան չկա, չկա, սաղ սարդոստային ամենակ։ Ստե չկա։ Իսկ այս սունդուկի մեջ, այ, ստե արդեն կա, էս ինչա, օրա, դզեց, էս մեկն է դիսկ ա ժողովուրդ, բայց որտե էսի դնենք, էս գործիքով ինչ են քանդում, որ, լավ, էսի հետո կպարզենք, եկեք էս դիսկը որտե դնենք, երևի տանեմ գյուղ էլի հետ գնամ, որ էս դիսկը միացնելու բան, ժողովուրդ, հեսա կողնա։ Եթե դու լսում ես այս ձայնագրությունը, դա նշանակում է, որ մարդկությունը դեռ չի վերացել։ Այս ձայնագրությունը ես թողել եմ այստեղ, որպեսզի քեզ մի շատ կարևոր բան ասեմ։ Մարդկությունը հիմա քո ձեռքերում է։ Դու պետք է փրկես աշխարհը։ Դու պետք է գտնես կրիստալները եւ միացնես հակառադիացիոն սարքը։ Կրիստալների մի մասը դու կարող ես գտնել ժետիլների լքված քաղաքում։ Հիշիր, մարդկությունը քո ձեռքերում է։ Եվ այժմ քո կատարած ամեն մի քայլը շատ կարևոր է մարդկության պահպանման համար։ Ժողովուրդ, լսիք ինչ էր ասում։ Ես եմ մտածում այս ատոմակայանը լրիվ ուսումնասիրեցի, վաղը որ քնից հելա ուր եմ գնալու, էս արդեն պարզ դարավ թե ուր եմ գնալու, լավ դե ժող ջան, ես արդեն գնամ քնեմ մանրից, վաղը արդեն հենց արթնանամ կմիանամ, այ բարի լույս ժող ջան, արթնացա ես արդեն էսա, ու արդեն մանրից պատրաստում եմ, որ հելնեմ գնանք լքված քաղաքը, չգիտեմ ես ռադիացիայից հա թե ինչից հա ձենս ընենց հա փոխվե ժողովուրդ ցենց կոկորտս ցավում ա բան։ Երևի թե շատ մեծ սխալ եմ գործել, որ էստե հերիք չի քնել եմ մի հատ երեկեն ռեակտորի մեջ մտա։ Լավ դե արդեն ինչ արել եմ։ Լավ դե արդեն հելնեմ գնամ քաղաք։ Ժողովուրդ ես արդեն հասել եմ քաղաք, ստե համարյա սաղ տները ստուգել եմ, էս մի հատ տունն ա մնացել ժողովուրդ։ Չգիտեմ, եթե ստե բան չեղավ Չգիտեմ էլ ինչ պետք է անեմ, երևի էլի հետ գնամ են ատոմակայանի մոտ, կարող է ինչ-որ բան լավ չեմ նայի, չեմ գտել։ Լավ դե էլ շարունակեմ փնտրտուքներս այս քաղաքում, նենց է դժվար է այս հակագազի մեջ շնչելը, խեղդվում եմ արդեն։ Այս տունը, մի խոսքով ասած, իմ վերջին հույսն է էլի ժողովուրդ, եթե ստե բան չեղավ, էլ չգիտեմ, ստե աստիճան կա, բայց եկեք մի հատ ուսումնասիրենք նոր հելնենք վերև։ Լավ եկեք հելնենք, իս ներքևը բան չկար։